համեմունքների մասին, որոնք տաքացնում են մեզ աշնանը, դարչինի, իմպիրի, քուրքումայի մասին խոսենք։ Ուրեմն, քանի որ աշնանը մեր օրգանիզմը պետք է տաքացնել, չենք մոռանում համեմունքների մասին, դարչինի մասին չենք մոռանում, իմբիրի մասին չենք մոռանում, կուրկումա։ Հիմա ես առանձին կուզենայի նշել, թե ամեն մեկը ինչ է իրենից ներկայացնում։ Դարչինը կարգավորում է օրգանիզմում գլյուկոզայի մակարդակը, ինքը իմունիտետը բարձրացնող մեծ հատկություն ունի, այդպիսի հատկություն է նաև իմբիրը և կուրկուման, իմբիրը հատկապես ավելի հաճելի է օգտագործել թեյերի հետ միասին, իսկ կուրկուման պետք է նշեմ, որ ինքը դժվարամարս է և պետք է այստեղ նշեմ, որ օգնության է հասնում սև պղպեղը, որը հեշտացնում է կուրկումայի ուրեմն այդ մարսումը և չի կորցնում կուրկուման այդ ընթացքում իր օգտակար հատկությունը, բայց ստեղ մի հատ բայց կա, պետք չէ մոռանալ ամեն ինչը գեղեցիկ է չափի մեջ, որովհետև մեծ քանակությամբ կուրկումայի օգտագործումը կարող է լյարդ լեղապար ստամոքսահարքային տրակտի բարդություն, տենց գրգռվածություն առաջացնի։ Կուրկուման շատ ուժեղ հակաօքսիդանտ է, չենք մոռանում նաև հիշողության մասին, շատ լավ ազդում է հիշողության վրա։ Կուրկուման հնդկական ոսկի են անվանում, Այո, եւ շատ շատերը խմում են կաթի վրա մի պտղունց կուրկումայով ու սև պղպեղով, այսպես դիմադրողականությունը բարձրացնում է, այո, լավացնում հիշողությունը,